Օրվա առաջնահերթ խնդիրը Վլադիմ Սահակյանի համար մեղվափետակներում նոր մոմաթերթեր տեղադրելն է։ Մեղուները հենց այդ մոմաթերթերում պիտի տարվա բերք կուտակեն։ 98 թվականից սկսել եմ ես մեղվով զբաղվել։ 98 թվականից մինչև հիմա արդեն Երևակայի ունենք մի 30 ընտանիք, մեղվի 30 ընտանիք։ Ոչինչ, դժգոհ չենք, ստացվում է տարի, որ մինչև փեթակը տալիս է 15 կիլո, ստացվում է 20 կիլո։ Դեռ պարզ չէ, թե այս տարի ինչ արդյունքներ կունենա բերքից, խոստովանում է մեղվապահը, այդուհանդերձ ակնկալիքներ ունի, տարին բարենպաստ էր։ Մի անգամ ենք մենք մեղրակ համանում, մերը այդքան է հասցնում, երկուսը չի հասցնում մերը։ Երևի փետակ կտա էլի մի 20 կիլո այս տարի կտա։ Արտադրանքը որակով է, վստահեցնում է Վլադիմ Սահակյանը, սակայն ցավով է նշում, գյուղը մայրուղուց բավականին հեռու է, հետևաբար մշտական հաճախորդներ չունի, ստիպված բերք սպառելու համար հասնում է մինչև մայրաքաղաք։ Տանում ենք Ստեփանագերտի բազարը, ընդ վաճառում ենք 2.5-ով, նայած թե ոնց ալնում, ինչ է ստացվում, էլի նայած հաճախորդի։ ՀԱԿ-ի բնակլիմայական պայմանները բավականին բարենպաստ է մեղվաբուծության զարգացման համար, մեղվա ընտանիքների թիվը կայուն աճում է, այս տարի նույնպես բացառություն չէր։ 10 փեթակ ձակ են վերցրել։ Լավ է, վատ չի, որովհետև տարածքը կանանչապատված է, ծաղիկներով լի է, դրա համար բոլոր ժողովուրդն էլ ցանկանում են, որ մեղու պահեն։ ՀԱԿ-ը եւ ընդհանրապես Քաշաթաղի հյուսիսային թևը բավարար նախադրյալներ ունի նաեւ անասնաբուծության ոլորտում։ Այն հանդիսանում է տեղի բնակչության հիմնական զբաղմունքը, որից եկամուտ սակայն այնքան էլ հեշտ չէ ստանալը։ Մսամթերքի իրացման հարցում ունեցած խնդիրները հուսահատեցնում են անասնաբուծությամբ զբաղվողներին։ Տանում են կոմբինատը, մեզ խափում են։ Ստեյս գալիս է, խոսում է պայմանավորում, ասում է մեքենան բարձի բեր, ընդ կիլոն 1000 դրամով վեկալելու ենք։ Տանում ենք, հասցնում ենք, ընդ բասմա ճանապարհին ջրել եք, խոտ եք տվի, պետք է 800 դրամ, 900 դրամով վերցնենք։ Մենք էլ ստիպված արդեն մեքենան վարձել ենք, տանում ենք, հասցնում ենք կոմբինատ, տանք ինչ անենք, չտանք ինչ անենք, ստիպված տալիս ենք։ Դրա համար մարդիկ հուսահատվում են։ Վլադիմ Սահակյանն օրեկան միջինը 300 լիտր կաթ է ստանում, իսկ համայնքն ամբողջությամբ 1000-ից 1300 լիտր, այդքանը ամառվա ժամանակահատվածում։ Իսկ ձմեռային ժամանակ, էդի կապված արդեն անասունի ծնելուց, թե շուտա ծնե, ուշա ծնի, խտացրած կեր տվել ենք, թե չենք տվի։ Հիմա եթե մի կովը տալիս է 10 լիտր կաթ, ձմեռը տալիս է 4 լիտր, 5 լիտր։ Առավոտվա կիտն ավարտել ու արտադրանքը իրացրել է, այժմ տարաները նախապատրաստում է երեկոյան կթին։ ՀԱԿ-ի անասնատերերը կաթնամթերքը ազդում են հայաստանյան վերամշակողներին։ Հանձնում ենք Էլոլայի կաթնագործարանին, իրանք տանում են մշակում։ Մեքենան գալիս է, ստեյս վերցնեմ, կշռեմ, չափեմ, վեկալում։ Այստեղ նույնպես դժգոհություններ են հայտնում գյուղացիները։ Կաթի գինը որոշում է ըստ յուղայնության մակարդակի, սակայն անասնապահները թերահավատորեն են տրամադրված։ 110 դրամով տանում են, անալիզնել յուղայնությունը Երևակայի, որ ճիշտն ասեմ, այս 4-5 ամիս կլնի, խնդրում ենք, որ մի հատ անալիզը բերեք ստե մեր մոտ, ապարատը բերեք, անալիզ արեք, ոչ բերում են, ոչ էլ։ Ուղղակի կարամ ասել, այսօր վաղվա ենք, ցմ չեն բերում։ 1 լիտր կաթի դիմաց առաջարկող 110 դրամը մեր ժամանակներում շատ ցածր գին է, վստահեցնում է մենատնտեսն ու պարզ հաշվարկներով ապացուցում իր ճշմարտացիությունը։ Որ հաշվում ենք, մենք միտուկ խոտը մենք հավաքում ենք 500 դրամով։ Նավթն է, մեխանիզմի արժեքն է, թելն է, բանվորի արժեքն է, հացն է, մեր վրա նստում է 500 դրամ միտուկը, իսկ միտուկը մենք տալիս ենք հանասունին, մենք միտուկից 2 լիտր կաթ չենք ստանում։ Իսկ թե ինչու հայաստանյան եւ գործ չեն բռնում տեղական կազմակերպությունների հետ, առավել եւս երբ Քաշաթաղի հյուսիսային թևում Արցախ կաթն ունի մթերման կետ ու ավելի բարձր գիներ առաջարկում լիտրի դիմաց 130 դրամ։ Տանձուտում կա ընդունման կետը, մինչև այս տարի գարուն աշխատել է։ Ասել են բերստե հանձնի։ Ես էլ ստեյս տանեմ ընդ տա եկեցախս արդեն, կաթ հենց ինչ կթել եմ, այդ արժեքն էլ պետք է տամ ստեղից տանձուտ, գազի կամ բենզինի։ Մեզի ձեռնատու է տեղում, կամ էլ եթե պետությունը կարանա մեզ մի հատ գազի մեքենա, բալոնները վրեն դրած ուղարկա, գա մենք մեր փողով այդ գազը շաբաթվա մեջ մի անգամ վերցնենք, մենք կարանք կաթ տանենք հանձնենք։ Գենադի Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր։